Իմ մեծ պապեն շատ հայտնի մեկն էր Պարսկաստան։ Ինքը Քալդան եւ Ասորի էր, իմ Ասորի երակը ընդեիսա գալիս։ Ինքը եթե Քալդան եւ Ասորի չելներ, Պարսկաստանում prime minister կելներ, վարչապետ կելներ։ Այսքան բարձր, բայց ընդդուր համար որ քրիստոնյա էր, այն ժամանակ չին թողել մեծ չափից առաջ էտա։ Շատ բաներ կա իր մասին կելի խոսալ, բայց թոնենք ենքո։ Եկավ ինձի ասավ, ի՞նչ ա էլ այսօր։ Ասեմ այսօր եկեղեցի եմ գնացել, հավատքի եմ եկել Հիսուս Քրիստոսին եւ վերստին ծնունդ եմ ստացել։ Տունից ես գնա դուս։ Ասամ մեծ բա, խմած եմ եկել տուն, դուս չես արել։ Ծխած եմ եկել տուն, դուս չես արել։ Ուշ եմ եկել տուն, դուս չես արել։ Չեմ եկել տուն, դուս չես արել։ Հիմա ես շիր այսօր, որ ես դուս ձևով եկել եմ տուն, հիմա ինձ դուս անում։ Ասав եմ ամեն երազներս մեջ տեից տարար, տունից ես գնա դուս։ Մեզ մամես հետ դարձավ ասավ, Էդվարդ, որտեղ է դա երիտասարդ տղան 23 տարեկան տղա, որտեղ է դա։ Ասավ չեմ անում։ Որտեղ որ ուզում է դա։ Մեզ մամես եկավ ասավ, ինձ տարավ, ասավ, մեկ անգամ էլ։ Այս անունը որ անուն ես բերում, իմ տանս մեջ չբերես։ Ասամ կարող եմ ապրեմ, ասավ կարես ինչ որ ուզում ես անես, բայց իր անունը ես տան մեջ մի անգամ մի տեղ։ Մյուս օր քերոս տեսամ, քերիս հետ դարձավ ասավ շատ սխալ գործ ես արել գնացել ես եկեղեցի։ Ասում ինչի համար։ Ասավ մեծ պապիդ ամեն երազները մեջ տեից տարեր ես։ Ասում ինչ երազներ, ինչ բան ունի իմ համար։ Ասում է ինքը որ մասոն կար, ուզում էր դու իր տեղը վերցնիր եւ մասոնների մեջ քեզի տաներ առաջ, որ իր տեղը վերցնիր։ Ասում դու իր տեղն ես։ Հեր քեզի չտվա որ ինձի է տալիս։ Ասավ չկարծա որ ես կարող եմ անեմ, բայց տեսա որ դու կարող ես այս գործը անես։ Ասում դե հիմա ես չեմ անում մասոն ինչա։ Ասում դե հիմա կանեմ ես։ Ինչ վնաս ունի։ Ասավ էլ լաջի մեջ չես կարող ոտ դնես։ Ասում դե լավ ես չեմ հասկանում դուք ինչ եք ասում, բայց ես Հիսուսի վրա սիրարվել եմ եւ ոչ ինչ օտար բան չկա մտքումս։